Իրանի օդուժը Իսրայելի վրա գիշերային հարձակման ընթացքում ապահովել է իսրայելական երկնքի նկատմամբ վերահսկողություն, հաղորդում է Իրնագործակալությունը, հղումանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությանը։ Հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիարժեք վերահսկողություն ենք ստացել Իսրայելի երկնքի նկատմամբ եւ որ վերջինիս բնակիչները բացարձական պաշտպան են իրանական հրթիռային հարձակումներից, ասված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս գերակայությանը հնարավոր է եղել հասնել Պաթեհ հրթիռների կիրառման շնորհիվ։ Իրանը հրթիռներ է արձակել Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում եւ Վերին Գալիլեայում տեղակայված թիրախների ուղղությամբ։ Իսրայելական զինվորականների նախնական գնահատականներով արձակվել է առնվազն 15 հրթիռ։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով հրթիռներ են ընկել կենտրոնական Իսրայելի մի քանի վայրերում գիշերն Իրանի կողմից իսրայելական տարածքի հրթիռակոծման հետևանքով տուժած 94 մարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Նախարարությունը նշել է, որ գիշերը հրթիռային հարվածների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել։ Բժշկական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին պաշտպանված տարածքներ տեղափոխելու ճանապարհին, նաև հոգեբանական օգնության կարիք ունեցողներին։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ իրենց ավելի քան 50 կործանիչներ հարվածել են Թեհրանում գտնվող թիրախներին, այդ թվում ուրանի հարստացման համար ցենտրիֆուգներ արտադրող գործարանին։ Բացի այդ, իսրայելական բանակը հարձակվել է մի քանի զենքի արտադրության օբյեկտների վրա, այդ թվում մի օբյեկտի վրա, որը հումք է արտադրում երկիր-երկիր եւ երկիր-օդ դասի հրթիռների հավաքման համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իսրայելն անտեսում է բոլոր միջազգայինորեն ընդունված կանոնակարգերը, զգուշացնելով, որ տարածաշրջանը կարող է երբեք կայուն խաղաղություն եւ անվտանգություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան շարունակվի։ Նախորդին Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքյանն ասել է, որ սկզբից ինքը ձգտել է միասնության եւ համերաշխության, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանյան երկրների հետ գործակցությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը լիակատար ռազմական գերազանցության է հասել Իրանի նկատմամբ օդային տարածքում։ Մենք այժմ լիակատար վերահսկողություն ունենք Իրանի օդային տարածքի նկատմամբ, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը մանրամասներ չի հայտնել։ Ամերիկայի առաջնորդը նաև նշել է, որ Իսլամական Հանրապետությունն ունի մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Նա վստահություն է հայտնել, որ այն չի կարող համեմատվել Միացյալ Նահանգների արտադրված զենքի հետ։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ Զրույցի ընթացքում Արաղչին մանրամասն ներկայացրել է Իսրայելի գործողությունների ծավալը, նշելով հարվածներն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ միջուկային օբյեկտներին։ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ռազմական հարձակումը որակել է որպես ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, մատնանշելով ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարը խորը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ եւ վերահաստատել իր երկրի դիրքորոշումը, կոչ անելով բոլոր շահագրգիռ կողմերին օգնել կանխել տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատ թարացումը։ Թուրքիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով դատապարտում է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Իսրայելի իրականացրած ցեղասպանությունը Գազայի ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր գործողությունները, որ սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը եւ հարձակումը, որն իրականացրել է Իրանի դեմ, ասված է փաստաթղթում։ Բանաձևում միջազգային բոլոր ինստիտուտներին եւ կառավարություններին կոչ է արվում պատասխանատվություն ստանձնել հիմնվելով միջազգային իրավունքի ու դիվանագիտության վրա։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը վճռական եւ սկզբունքային դիրքորոշում կընդունի Իսրայելին կանգնեցնելու համար, նշված է փաստաթղթում։